Պարոն Ֆիդանյան, խնդրեմ նախ ներկայացրեք ինչ նախաձեռնություն է եւ ինչ ակնկալիքներով եք այսօր դիմում ԵՄ-ին։ Բողոքի ակցիան կազմակերպվել է Անտիֆեկիայի խմբագրության կողմից։ Նպատակադրումը, որպեսզի ԵՄ-ի ուշադրությանը հրավիրենք տեղ ունեցած ապօրինությանը, առավել կոնկրետ դատարանի վերջին որոշմանը կապված Իմնեմնի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանքի եւ այդ կալանքի երկարաձգման 3 ամսով երկարաձգման հետ կապված, նաեւ ուշադրության հրավիրենք կապված քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի հետ, որովհետեւ դատարանի դահլիճում Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլ եւ մեր խնդիրն է, որպեսզի միջազգային կառույցները հաստեն եւ գործուն քայլեր իրականացնեն այդ համատեքստում, որովհետեւ մենք գիտենք, որ այսօր Հայաստանում կա քաղաքական բանտարկյալ, ով գտնվում է հացադուլի մեջ եւ միջազգային կառույցների արձագանքը պարտադիր է այս համատեքստում։ Այս ընթացքում այցելել եք Վազգեն Սաղաթելյանին կամ Նարեկ Սամսոնյանին, ինչ պայմաններում են նրանք գտնվում, ինչպես են ընդհանրապես։ Փաստաբաններն են այցելում, գիտեք, Նարեկ Սամսոնյանը գտնվում է բաժախցում, որը որ չտեսնված եւ չլսված բան է, որովհետեւ հացադուլավոր մարդու համար պետք է լինի հատուկ պայմաններով խոց, բայց նրան տեղափոխել են բաժախոց, իբրև թե այլ տեղ չլինելու համար, հա։ Տղաների մարտական ոգին տեղն է, Նարեկ Սամսոնյանը վճռական է տրամադրված իր քաղաքական պայքարի եւ այդ պայքարի մեթոդաբանության ընտրության առումով եւ իր պահանջն է, իր հացադուլի պահանջն է, որ իրեն անհապաղ կալանքից ազատ արձակեն։ Երբ բանից են Նարեկ Սամսոնյանին տեղափոխել պատժախոց եւ պատժախոց տեղափոխելու համար էլ պատճառ է լինում, երբ կարգապահությանը չեն հետևում կամ եւ այլն, որևէ նման քայլով հանդես է եկել Նարեկ Սամսոնյանը, ինչ առիթ է եղել, որ նրան տեղափոխել են կամ գուցե առանց առիթի է եղել։ Կիրակի օրը տարածվեց այդ տեղեկությունը փաստաբանի կողմից եւ բնականաբար որևէ կանոնակարգի խախտում Սամսոնյանի կողմից չէր կարող լինել, սա ըստ էության այս իշխանությունների քաղաքական հետապնդումների համատեքստում, բռնաճնշումների համատեքստում հերթական քայլերից մեկն է։ Պարոն Ֆիդանյան, նույն օրը նաև ձեզ էլ բերման ենթարկեցին, երևի թե նույն օրն էլ եւ բաց թողեցին, հա, նշում էին, որ արդարադատությանը խոչընդոտելու համար են ձեզ բերման ենթարկում, ձեր մասով գործը ամբողջովին փակ է արդեն։ Ինձ 3 օր պահեցին ՑՊՎ-ում արդարադատության խոչընդոտելու մասով, գործ մասով առանձնապես այս բանի տեղեկություն չունեմ,